Պատրաստում եմ խմոր, որի համար մեզ անհրաժեշտ է, այսպես ասած, ունիվերսալ խմոր, մեզ անհրաժեշտ է ալյուր, տաք ջուր, բուսայուղ, դրոշ, աղ։ Ինչ ենք անում, ալյուրի մեջ խառնում ենք 3-4 չայի գթալ աղ, մոտավորապես ես պատրաստում եմ 2 կիլոգրամ ալյուրից խմոր, դրանից պատրաստելու եմ հաց ու պիցցա, խառնում եմ, մի կողմ եմ դանում, փոսիկի մեջ լցնում եմ ջուրը, մոտավորապես մի 650-ից 800 մլ ջուր եմ լցնում, ավելացնում եմ 2 թեյի գթալ դրոշ, մի 2 ճաշի գթալ շաքարավազ ու այս խառնում եմ, ավելացնում եմ մոտավորապես շատ չէ, մի քիչ, մի 100 գրամի չափ բուսայուղ, ունցում եմ, ոչ շատ թույլ, ոչ շատ պինդ, ձեռքերին չկպչող խմոր։ Հաստատում ենք այսպիսի ձեռքերին չկպչող գեղեցիկ խմոր։ Վերա ենք բերում, ծածկում ենք սրբիչով ու թողնում ենք հանգստանա 2 ժամ, մինչև կրկնակի անգամ ինքը բարձրանա։ Շատ լավ խմոր է, մի 10 րոպե հունցել եմ։ Մեր պիցցայի խմորը պատրաստ է, ես իրան գնդել եմ, դրել եմ ժարովնիկի մեջ, հասունացել է, բացել եմ թավայի մեջ, պատրաստում եմ պիցցան, մեզ դրա համար անհրաժեշտ է կետչուպ, մայոնեզը իրար եմ խառնել, քերիչով անց եմ կացրել նրբերշիկը, երշիկը կտրտել եմ, քերած պանիր, կոպոլիվայի ձիթապտուղ ու կտրտած լոլիկ։ Զարդարում ենք ըստ ճաշակի, ով ոնց կուզի ու դնում ենք, սկզբից խմորը դնում ենք դուխովկեն, հանում մի քիչ ինքը եփի, որ մեջը խմոր չմնա ու զարդարում ենք ըստ ճաշակի, ով ոնց կուզի, ինչով կուզի ու պատրաստում ենք մեր պիցցան, ցույց կտամ։ Ահա այսպես խմորը թեթևակի ջեռոցում եփելուց հետո ավելացնում ենք, գցում ենք վրան կետչուպ մայոնեզ խառնած մեր տարածում ենք, վրեն ավելացնում ենք քերած նրբերշիկ, շարում ենք ապխտած երշիկները, մանր եմ կտրտել, կարակ ամբողջական անեք դուք, ես այսպես մանր կտրտել եմ, գեղեցիկ կշարեմ, այսպես, այս ճաշակի շարում ենք կտրտած լոլիկները, լոլիկը շարելուց հետո շարում ենք մանր կտրտած ձիթապտուղը, էլի ոնց կարող է, այս ճաշակի գեղեցիկ շարում ենք, կարող եք ավելացնել, եթե չունեք կարող եք չավելացնել, այսպիսի գեղեցկություն ստացանք։ Հետո էլ ավելացնում ենք, վրան ավելացնում ենք քերած պանիրը, ես վերցրել եմ լոռի պանիրը, անալի պանիրա պետք է, այսպես շաղ ենք տալիս վրան
կուզեք, բոլորն էլ էս ճաշակի, ինչ չափի ուզում եք, այն չափի էլ դուք առատ պանիր եք շաղ տալիս։ Դնում եք ջրոց, ես 170 աշճան, մինչև լավ կարմրի։ Այսպիսի գեղեցկություն ստացանք։ Ահա մեր պիցան, ջրոցից հանել եմ, կտրտել եմ և տակ-տակ գնանք վայելելու։ Իսկ դուք եթե հավանեցիք իմ վիդեոն, շատ համով բաժանորդագրվեք ու լայքեք ու տարածեք իմ ալիքը։ Շնորհակալություն։